Optigen ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ավարտին։ Սկզբնական մասնագիտացումը մենք նախատեսել ենք վերականգնող էներգետիկայի, մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում, եւ պատահական չէ, որ ընտրել ենք այդ ուղղությունը։ 90-ականների սկզբից արդեն պարզել որ էներգետիկան եւ էներգետիկա անկախությունը, անվտանգությունը երկրի համար կարևորագույն ռազմավարական խնդիր է լինելու, եւ տեսնելով այդ դաշտում բիզնես իրականացնելու եւ այսպես ասած եւ օգուտ բերելու եւ գումար վաստակելու հնարավորություն, ես որոշեցի հիմնել բիզնես։ Ես ըստ էության սկսել եմ իմ բնակարանից եւ իմ հետ եղել են 1-2 հոգի։ Այսօր ընկերությունների խումբ ենք մենք մի քանի ուղղությամբ։ Վրաստանում մենք հիմնադրել ենք մեր դուստր ընկերությունը, որը նույնպես զբաղվում է արևային էներգետիկայի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման գործառույթով։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արևային էներգետիկան ստացավ էքսպոնենցիալ, այսինքն ոչ թե անգամներով, այլ հարյուրավոր անգամներով աճ վերջին տասնամյակում։ Պետությունն էլ բավականին ակտիվ եւ նույնիսկ ագրեսիվ բառը կարող եմ օգտագործել, սկսեց խրախուսել, խթանել տարատեսակ վարկային մեխանիզմներ, ստեղծվեցին օրենսդրական տարբեր ռեժիմներ, որոնք որ նպաստեցին արևային էներգետիկայի, այսպես ասած, բումին։ Մեր հետագա հեռանկարները մենք դիտարկում ենք թե ասիական տարածաշրջան, թե եվրոպական եւ միգուցե թե աֆրիկյան։ Որակական այլ տեսակի խնդիրներ մեր համար մենք սահմանել ենք հողմային էներգետիկայի ոլորտի մեջ ըստ էության նոր ծրագրերի ձևավորումը եւ իրականացումը, Հայաստանը աշխարհի քարտեզի վրա որպես կետ ներկայացնել։ Մեր համար աշխարհի կենտրոնն այստեղ է։ Մենք այստեղից ենք սկսելու մեր ցանկացած գործունեություն եւ թվացial թերությունը մեր երկրի վերածելու ենք առավելության։ Դա հնարավոր է վճարելով հարկերը, աշխատել եւ հասնել հաջողության։ Մենք կամք արտահայտում ենք, որ մենք այստեղ, այս երկրում ուզում ենք ապրել, զարգանալ եւ ստեղծում ենք դրա համար անհրաժեշտ նախադրյալները։ Ոչ միայն բարեկեցության մասին է այստեղ խոսքը, որ մեր ճանապարհները լինեն ավելի լավը եւ այլն, այլև թե ինչպիսի հայ մարդ ենք մենք ձևավորում վաղը, ինչպիսի հայ հասարակություն ենք մենք ձևավորում վաղը։ Դա այսօր մենք կարող ենք, այսպես ասած, այն կոճակը, որը ես կարող եմ սեղմել եւ նպաստել դրան, դա բյուջեն է, դա հարկերն է։ Հարկ վճարելը դա կամք է ապրելու, դա ուժ է այդ քո տեսլականը կյանքի իրագործելու եւ ստեղծելու այն ապագան, որը դու ուզում ես։